Բարև ձեզ հարգելի բարեկամներ, այսօրվա մեր հյուրն է Փյունիկ մարդկային ռեսուրսների զարգացման համայնքական հիմնադրամի պատվոնախագահ Գաբրիել Ջեմբերջյանը։ Բարով եք եկել, պարոն Ջեմբերջյան, ես պետք է տեղեկացնել, որ այսօրվա մեր հանդիպումը մենք իրականացնում ենք Բեյրութի ազդագորաթերթի հետ համատեղ ծրագրի շրջանակներում։ Եվ այսպես մենք գիտենք, որ Փյունիկ մարդկային ռեսուրսների հիմնադրամը բացվել է 2008 թվականից, բայց դեռևս 1998 թվականից բարեգործական ծրագրեր եք իրականացրել Սփյուռքի տարբեր գաղթօջախներում։ Հետագայում արդեն ձեր գործունեությունը ծավալում եք եւ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում։ Վերջին ձեր ծրագրերից մենք եկեք խոսենք, սկսենք վերջին ծրագրից։ Մենք գիտենք, որ Շուշիում նախապատրաստում եք, չգիտեմ, որ փուլում է, համեցեք։ Գանձասարում է։ Եկեք ես ոչինչ չասեմ։ Վերջին ձեր ծրագրի մասին եկեք դուք ինքներդ ներկայացրեք ձեր վերջին ծրագիրը։ Ուրեմն մենք 100-ամյակի շրջանագի մեջը ուզեցինք, որ Շուշիի մեջը Մադենաթարանի մասնաճյուղը հիմնել, Մադենաթարանի աջակցությամբ եւ բարոն Թամրազյանի խնդրանքով եւ անշուշտ է այդ խնդրանքը առաջացած է բարոն Լևոն Սարգսյանի եւ մեր նախագահի Սերժ Սարգսյանի կողմից։ Մի քիչ պատմեք այդ ծրագրի մասին։ Հիմա արդեն ավարտվեցավ, անցած շաբաթ կացած էինք Արցախ եւ քիրքերը բոլոր ցերակիրները զեդեղելու եւ մոդալենեն արիտոմը փացումը բիելա գնանալ կանամսում դասին կամ կանամսում վեճը։ Նոր շենք է բաց կառուցվել։ Այո, նոր շենք է կառուցվել։ Եվ քանի հատ այսպես կտոր գիրք է տարվել այնտեղ եւ ինչ է տարվել այնտեղ։ Ուրեմն այդ քիրքերը որ այդ ցերակիրներն է ցերակիրները որ պիտի ցուցադրվին, ադոն բոլորը արդեն Կանցասարի մեջ ցերակրված բաներն են, ավետարաններն են, կամ քիրքերն են, նարեկներն են եւ այս տեսակի բժշկական քիրքեր եւ այս տեսակի բաներ, որոնք ամբողջը Արցախի մեջ բան եղած է։ Մեր անելիքը թե քաղաքական բանն է, որ մենք Ադրբեջանին ասենք, որ մենք արդեն Արցախի մեջ էինք 1950 թվականին, արդեն մենք ցերակիրներ ունենք, անշուշտ հատկի առաջ ցերակիրներ ունեցավ, ան ինչը որ մենք ունենք 1450 թվականին վեճ կրված ցերակիրներն են։ Շատ բարի։ Արցախի այլ ծրագրերի մասին եւս եթե կարող եք պատմեք։ Արցախի մեջը ամենամեծ ծրագիրը որոնած ենք, ասել նույնիսկ ինչպես որ մենք Երևանի դպրոցներում, Հայաստանի դպրոցներում դանալուծարաններ տված են, Արցախի բոլոր դպրոցներում դանալուծարաններ տված են, խաղարապարակներ տված են եւ այս տեսակի բաներ։ Ստեփանակերտում ինչ որ ծրագիրներ եք իրականացրել եւս։ Ստեփանակերտի մեջ մի հիվանդանոցի գործիքներ նվիրած են։ Շատ բարի։ Այսօր մենք գիտենք, որ մեծ խնդիր ունենք մեր Սիրիայի գաղթօջախում եւ ընդհանրապես սիրիահայերի հետ կապված։ Դուք ինչ որ ծրագիր արել եք, անում եք, մտածում եք այդ ուղղությամբ։ Անշուշտ ծրագիրներ արած եք։ Լասուրյո մեջը, Հալեբի մեջ օգնություններ խրգած են։ Եվ լա հոսալ հիմա 5 ընտանիքի բնակարաններ արած են եւ իրենց առանց որտեղ ուր եք տեղափոխել։ Որտեղ են բնակվում։ Բանի շրջան, երրորդ մասի շրջանը եւ ավելի Երևանում այսինքն Երևանում օգնություն եք հասցնում նրանց։ Շատ բարի։ Իսկ Լիբանան գնում եք, չեք գնում, ինչ ծրագրեր են տեղ եք իրականացնում։ Լիբանան անշուշտ է մեր 100-ամյակի բանի ծիրեններ, մենք ասկի 4 տարի առաջ սկսած ենք 100 համերգներ, որը աշխարհի 4 կողմը եղած է եւ այդ համերգներուն մեկ մասը 4-5 համերգը եղած է Լիբանանի մեջը, ինչպես նաեւ Ֆրանսիայի մեջ, Գերմանիայի մեջ, Ավստրիայի մեջ, Ամերիկայի մեջ, Կանադայի մեջ, Հայաստանի մեջ։ Ինչու է կոչվում մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը։ Քիչ ինչ է նշանակում մարդկային ռեսուրսների զարգացում ձեր ընկալմամբ եւ քանի որ մենք առաջ սկսած ենք
Պարոն Լևոն Սարգսյանին միմիան դրոսներու օգնության համար մենք ռեսուրսները ասելով աշակերտներու օգնության համար այդ ծավալը սկսած ենք, բայց ծավալած ենք ուրիշ գտնել սեկտեզրակերներալ երբ որ մեր կորձոն օկտաբետ բամը գտեսնենք այդ ծրակերներն ալ դենքրտենք Պարոն Ջեմբերջյան, ես գիտեմ որ դուք ուսանողներին եք օգնություն ցուցաբերել, ասենք սոցիալապես անապահով ուսանողներին կարող եք ասել ձեր այս օգնություն տրամադրելու այս ընթացքում կան անուններ որ այդ ուսանողները մեծ մարդիկ են դարձրել լուրջ պաշտոններ կամ ինչ-որ լավ հաջողություններ կամ ինչ-որ տաղանդավոր երեխաներ աբակային գրնալար որով մեր ընտրած աշակերտները մենք շատ լավ գիտենք որ գարիկ ունեցող աշակերտներ են եւ խելացի աշակերտներ են աբակային Իսկ դուք կապը պահում եք նրանց հետ հետևում եք նրանց Պարոն Լևոն Սարգսյան այո կապը կպահե եւ երևի Շատ լավ կարող եք ասել այս բազմաթիվ ձեր ծրագրերից ամենահաջողվածի մասին որի մասին դուք հպարտությամբ ներքին այսպես ուրախություն եք ապրում որ այդ գործը կարողացել եք կատարել 100 ցերնակները այո որ մենք դեր ընթացքի մեջ մինչև քանի որ ապրիլ 24-ի վերջին այո կալ դարվա ապրիլ 24-ին վերջին համերգը որ դիլա Հայաստանի մեջ ուրեմն հուշանվերները որ պատրաստեցինք մենք ասենք ապրիլ 24-ի արիթով եւ մանավանդ ամորուկները որը 1 միլիոն ամորուկ պատրաստեցինք եւ երբ որ Ճապան գկարեն եւ գտեսնենք որ ամենում ուսքին վրա ամորուկ դա եւ մեր ամորուկներն են անշուշտ ուրիշներ ամորուկները ռազին բայց ամենամեծականակ եւ ինչ նյութից եք պատրաստել ամորուկները ամորուկը չէ մեր բան բղինցե ամորուկները բղինցեց ամորուկ ոսկե ջուր եղած բղինցե ամորուկները այո եւ որտեղ են տարածվել ձեր ամորուկները հենց մեր ամորուկները աշխարհի 4 կողմը տարածված է 100,000 միմիան ամերիկա խրգած են այո Ֆրանսա 25,000 խրգած են եւ ամեն Գերմանիա 50 ամեն ով որ ամորուկ բանջած է այո ասենք թե սպիրկի նախարարությունն են կամ պարոն Վիկեն Սարգսյանն են մեր ամորուկներն ձեր ամորուկներն են Ալու շատ ուրախ ենք որ մեր ամորուկները շատ եւ ամորուկին ասենք թե նշանականը որ շատ լավ է ատմեկն ադիա մեր հաջողություններս եւ կմնա եւ այո մնայուն անշուշտ ամորուկին դիզայնը բանը մենք չենք գրած բայց ամեն մատ կգազը որ մենք գրած ենք մենք ալատկե գոկտուվինք Շատ բարի իսկ տպագրական աշխատանքներ ինչպես ինչ ուղղությամբ եք արել ինչ բավական տպագրական աշխատանքներ գրած ենք ասենք թե պարոն Հայկ Դեմոյանին հետ ասենք թե մոտ 4-5 դեսագի պատկերազատ քիրքեր բանորած ենք դեպել դված է եւ նույն անեն այդ քիրքերը Արցախի մեջ ասկե մեկ շաբաթ առաջ սրբվեցան բոլոր դպրոցներում եւ ինչպես որ նաեւ Հայաստանի բոլոր դպրոցներում եւ բանակի բոլոր զորամասերում այո իսկ այդ խաղահրապարակները որի մասին դուք հիշատակեցիք ինչ դրանք շարժական են ինչ են ինչպիսի են շարժական չէ այգիներում մեջ եղած գունավոր խաղահրապլաստիկը բավական դոգուն երկաթ եւ պլաստիկ եղած բավական դոգուն խաղահրապարակ իսկ ինչպես եք ընտրում այն կազմակերպությունը որը ձեզ համար աշխատում է ասենք օրինակ խաղահրապարակները ով է պատրաստել խաղահրապարակները մենք գաչակցինք քաղաքավետարանին հետ ահա քաղաքավետարանին հետ աչակցելով Եթե Երևանում է Երևանի քաղաքապետարանը, եթե Ղարաբաղում է Ղարաբաղի եւ ամեն մեկ ցենտրը մարզերում մենք խաղահրապարակներ բաներ Շատ բարի, պարոն Ջեմբերջյան մարզպետներու հետ հասկանալի է, միասին աշխատում է Կարող եք ասել, այս մատենադարանի հետ կապված ծրագիրը ոնց որ թե մենք խոսեցինք վերջին ծրագրի մասին, բայց կարծում եմ, որ արդեն նախատեսված ինչ-որ պլանավորած ծրագրեր ունեք, մեկ-երկուսի մասին կարող եք ասել, ինչի վրա եք հիմա մտածում կամ արդեն սկսել եք աշխատել։ Հիմա ներկայիս մենք այս տարվա մեր բոլոր ծրագրերը, որ ուժերնից ալտրած էինք 100-ամյակի ծիրիններ, գրեթե մենք ավարտելու վրա ենք, նոր ծրագրեր անշուշտ է ապակային պիտի նոր ծրագրեր ալ
Անենք ֆիլմերու ծրագիրներ ունենք, ասենք թե ցեղասպանության ֆիլմերու ծրագիրներ ունենք, որը մոդալեն են արդեն կալ դարվա սկիզբին ապրիլեն առաջ արա պրեմիերան գլա։ Այո։ Եվ այս տեսակի բաներ ունենք, անշուշտ ունենք, բայց ամենը 100-ամյակի ծրագիրներն ներս է։ Բայց թե նոր ուրիշ ծրագիրներ բան չեն գրած։ Բայց մեր ծրագիրներում մեջ նորեն գա Գոմիդասի դուն թանկարան, Գոմիդասի թանկարանը, չեն կնարսել դուն թանկարան, որը նորակառույց է, այո։ Որը շատ հաճելի եւ երախտաբար ենք որ մեծ ադարիտը դրվեցավ, որ մեր կառավարությունը, մեր սեկտը 100-ամյակի հաստատումն, որ մեծ ադարիտը դրվեցավ, որ մենք անենք, եւ այսօր երբ որ այդ շրջանը որ երթած էր, ասենք Պանտոնիկովը արդեն ուրիշ մտնոլորտ մներ, առաջվա մտնոլորտը չեր մնացած։ Ուրախ ենք որ Եվ որ երտաս, երբ որ աշակերտները գտեսնես, եւ աշակերտները Գոմիդաս կերքեն, սրտապուխ խորեն, ադիգա արդեն հոգի հարազատ։ Ձեզ լավ ճանաչում են Սփյուռքում, լավ ճանաչում են Արցախում եւ հիմա նոր դուք կարծում եք, որ նոր պետք է ճանաչեն, թե արդեն ճանաչում են նաեւ Հայաստանում, թե նոր են սկսում ձեզ հետ ծանոթ։ Չէ, ոչ, Հայաստանն է բավական, հայաստանցի կան բավական ծանոթներ կան։ Լավ գճաշնամ հիմնա, բայց մենք այդ պրոպագանդի բանը չեն գնել, ուրիշ ասենք թե հիմնադրամներու կամ հաստատություններու վեց։ Նման, այո։ Չենք սիրել, որ ասենք թե փլուղ կովել չենք։ Համեստ եք։ Ոչ թե համեստության համար, պարզապես գործի մասին։ Գործի մասին կմտածենք, ոչ թե փողաստի ծախսելնից գնանք ուրիշ օգտավետ գործ անենք։ Շատ բարի։ Նույն ադեն մենք բանալ դիջարնագապերտի ասենք թե վերանորոգության եւ դարաձումն արդեն մենք ստացած էինք։ Դե տեսնում եք, ծրագրեր եք ասում, որի մասին մենք չգիտեինք։ Անկամ ես չգիտեի։ Ինչու՞ չեք դեսնուված է խոսված է, yani խոսվի անշուշտ չեն գուզել որ ցուցադախտակներ գախեն, ասեն որ Փյունիկ հիմնադրամն է աս բանանոս մենք թեմենք որ մարդիկ այո գնա լավ որ լավ բարեկոց լավ կոզերը նոր մարդիկներ կան բայց երբ որ իրենց անունով իրենց բանով ուզեն որ դերը հիշվի կամ բանը լա ադոս թեմենք ադոր համար քիչ ավելի համեստություն գնենք որ ուրիշներն մեզ օրինակ առնեն Շատ բարի, դուք նաև փառատոներ եք կազմակերպել եւ կազմակերպում։ Մենք ունենք, ասենք մեր հիմնական փառատոնը վերածնունդ փառատոնն է, որ Գյումրիի մեջ է որ գնի, որ այս տարի 2500 հոգի պիտի մասնակցի, երթալով դարվեդարի գաջիգոր եւ դարվեդարի աշակերտներուն թիվը կամ մասնակցողներու թիվը Գշադանագոր եւ երկիրները անշուշտ։ Ինքը հաջողված փառատոն է։ Հաջողված փառատոն է։ Եվ նույն ադեն բարոն Լևոն Սարգսյան ինչպես որ գիտեք Ոսկեջիրանի բադբոնախակահն է, իր բադբոնա Ոսկեջիրանի ալգարներուն գաճացի։ Այդ դուք Ոսկեջիրանը հիշատակեցիք, իսկ կան որևիցե ծրագրեր Հայաստանում, որոնց հետ դուք համատեղ եք ինչ-որ ծրագիր իրականացնում։ Անշուշտ այս տարի մենք գրենք առաջին անգամ լալով կլասիկ գիտարի փառատոն։ Մասնակցեցան գցենք թե Արամ Խաչատուրյանի փառատոնին։ Եվ որ մեզի դեպքին եւ մենք գարիկը գտեսնենք որ կարևոր բան է անելու միշտ պատրաստ ենք։ Ինչպես են այդ մեխանիզմը եւս, եթե կարելի ասեք, ինչպես են ձեզ դիմում եւ ինչպես եք դուք որոշում կայացնում, որ այո, այս ծրագիրը արժանի է որպեսզի դուք աջակցեք։ Հիմնադրամը ունի խորհրդի անդամներ եւ նախագահն է բարոն Լևոն Սարգսյանը ամեն երեքշաբթի գժով գնեն եւ որոշեն ինչ որ թիմումներ իրենց ներկայացած է գնային գցերդեն քիրքեր դպրոցական քիրքեր կամ ասինչ բանը ամեն երեքշաբթի այսինքն անգամ եթե դուք այստեղ չեք ինտերնետով եք կապվում Իմ ներկա լալս շատ կարևոր բան չէ, ես քանի որ բադբոնախական եմ, բարոն Լևոն Սարգսյանը միշտ է
եւ մենք բոլոր քույներով եւ բոլոր ասենք ողմերով նույնիսկ էջմիածնական ասենք թե սրբազան ունենք գիրիկյո աթորեն սրբազան եւ իրենց ադերյակ կբային որ ասինչ բաները գնենք որ ասպաները գնենք որ իրարու ինտերնետի գաբով բանով իմեյլներով շատ բարի այ դուք ասացիք որ դուք ունեք խորհրդի անդամներ ես ենթադրում եմ որ երիտասարդներին եւս դուք սկսել եք ասեք ձեր խորհրդի մեջ կան երիտասարդներ որոնք ձեր գործը շարունակում ձեր գործը անում են եւ հետագայում շարունակելու են հիմա մենք գաչակցենք որ եւ գրնակ կգենանք որ թեմք երիտասարդական ասենք թե մյուզիկի եւ դրամական adonset ասենք թե Շուշիի համար շատ ավոր ասենք թե դեսահոլավատ մահրացեին հիմա Երևանի համար դեսահոլավատ մգնենք որ եւ այս տեսակ խումբերու երիտասարդներով որ գիտենք որ իրենց մեջը արդյունք մը պիտի ստանան իրենց մեգամ իրենց աջակցությամբ իրենց դեմը դրանք հասնել անշուշտ իսկ կասեք ինչպես եք դուք զգում այ բարեգործությունը օրինակ Հայաստանում բարեգործություն անելու մշակույթը դեռևս նոր պետք է զարգանա ասենք ցանկացած անհատներ մարդիկ պետք է սովորեն բարեգործություն անել օգուտ բերել ինչպես եք գնահատում Սփյուռքում կամ ամեն տեղ է մեզ մոտ որ նոր պետք է զարգացնել նոր պետք է անշուշտ Հայաստանը մեջիալ հայաստանցի ասենք գործարար մարդիկ կան որ մեջի հետ գաչակցին եւ նույն ադենալ գարնամ ասել որ Հայաստանի մեջ շատ ասենք գործարար մարդիկ բարեգործություններ գրեն եւ առանց ցանի եւ առանց ցույնի ահա շատ բարի ավելի ադիգասկալի է քան թե Սփյուռքայերում անգամ այդպես այսինքն Հայաստանում դուք շարժ զգում եք ինչ որ այշուշտ է շարժ զգուշի եւ շատ լավ շարժ կա շատ լավ այսինքն դուք դիմում եք եւ տեսնում եք որ դիմացի կողմը պատրաստակամություն է հայտնում պատրաստ է միանալ ձեր ծրագրերին աջակցել եւ առանցին ալոններ ալգան ոչ թե մեզի հետ մինակ առանցին ալոններ ալգան որ ադեն գտեսնենք մենք գսենք թե իրենց թիմում գնենք գսե որ մենք ասինչ բաներ դարացենք իսկ Սփյուռքում մի քիչ ավելի դժվար են գումարը տալիս չնայած ոչ թե դժվար են տալիս ավելի դեսողական բաներով են գումար տալիս շենքի գումար գուտամ երկի չեն դար կամ ասինչին չեն դար հայտակրկիր է իսկ ինչ խորհուրդ կտաք ինչպես պետք է արվի որպեսի այդ բարեգործությունը մտնի յուրաքանչյուր մարդ զգա որ ինքը կարող է իր ներդրումը ունենալ այդ ծրագրի մեջ ամեն մարդ իր բարեգործությունը արդեն գնե որ բարեգործությունը մենակ դրամով չէ ահա այսօրվա ասենք թե դրնամ ասել որ Հայաստանի դարավարության կով աշխատող բոլոր Բաշտոնյաները բարեգործներ են ինչով իրենց չնչին ադամսականով որ գվատնեն որ կամ ուսուցիչները իրենց ժամերը որ դրամատրեն ասիկա բարեգործություն է ասիկա հայրենացիություն չէ հայրենադիրություն է հայրենիքի դեր գատնիլ է ամեն հայրենիքի դեր գատնողը արդեն իր լուման գտնե որ ասենք թե ադբանի մեջ հրաշալի է եւ ես այսպեսի հարց եմ ուզում տալ երևի սրանով ավարտել եթե այլ բան այսինքն մեր այս հանդիպումը այս հարցազրույցը դիտելու են եւ Բեյրութում եւ Երևանում եթե ես ես հնարավորություն տամ այսպես խոսք ասել եւ Բեյրութահայությանը ինչ կասեիք կամ հորդորել կամ կոչ անել կամ գովեստի խոսք ասել կեցեք այ դուք ինչ որ տեսեք հայաստանցիներին ասեցիք միայն նրանով որ դուք ապրում եւ աշխատում եք Հայաստանում արդեն մեծ գործ եք անում անշուշտ է Բեյրութահայությանը ինչ ոչ թե մենակ Բեյրութը բոլոր Սփյուռքայության գսեմ որ պետք է որ մենք զորավոր լալու համար Սփյուռքի մեջը պետք է որ իրաց սիրելով որ մեր հայրենիքը բարձրացնելով որ մենք կնանք բարձրանալ ես շատ մենք երեք նախագահներու հետ աշխատած ենք պարոն Սարգսյանի մեզի համար ունեն հաջորդ նախագահային հետ պիտի աշխատենք ով որոնց մեր նախագահները նախանցելի նախագահներ են քանի որ իրենք բոլոր աշխարհի մեջը նախագահ են բոլոր աշխարհի մեջը քաղուտ ունեն բոլոր աշխարհի մեջը սիրված են եւ ամբողջ հայության համար է ամբողջ հայության համար է բայց եթե մեր ուժերը եւ մենք իրաց սիրելով մեր գործը անենք մենք
Հայաստանը ավելի լավ դեր գտնանք հաստատել։ Մի էսպիսի վերջին հարցել տամ, գուցե վերջինը չի դեռևս կշարունակենք զրուցելը։ Ես կցանկանայի իմանալ որևիցե քաղաքական կառույցին հարում եք, չեք հարում, դուք անկախ եք, թե քաղաքական մեր կողը գա ինտիմատի մեր խորհրդի անդամներում մեջ ինտիմատիալ գա, չեզոքալ գա, ամեն գուսակցություններ են գա։ Իսկ չեք վիճում արդյոք վիճելու հարց չկա, քանի որ մեր գործը բարեգործություն է։ Ուրիշ բան չեն գնել։ Այո, այսինքն ձեր ընտրած ծրագրերը ոչ մի այլ նպատակով չեք ընտրում, ոչ մի այլ հաշվարկով չեք ընտրում։ Միայն, ցեզի մեկ բան գրնամ ասել։ Մեր դառնալուծարանները որ փերած ենք, դեռնակ շատ լավ հարցնել բարոն Բլեյանին։ Առաջին դառնալուծարանները մենք բարոն Բլեյանին տված ենք։ Երկու դառնալուծարան, 8 դառնալուծարան փերած ենք առաջին անգամ, որ 8 հատեն 2 հատը մենք տված ենք բարոն Բլեյանին։ Այդ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին։ Եվ մինչև հիմա մենք փերած ենք 2350 դառնալուծարան։ Կրեթե բոլոր դպրոցներում մենք դառնալուծարան տված ենք։ Որ 1960 թվականին անտին ոևէ դառնալուծարան չմտած դպրոցներում մեջ։ Շատ բարի։ Ես երևի թե ավարտեցի հարցերս ոնց որ թե այս փուլում սպառվեցին, ես միայն կարող եմ ցանկանալ ձեզ եւ անձամբ ձեզ քաջ առողջություն, այդպիսի ավյուն, այդպիսի լավատեսություն, ինչով դուք լցված եք։ Եթե լավատեսը լավ, այո, ամեն ինչ լավի երթա։ Եթե հորադեսը լավ, ամեն ինչ վատ։ Այս մեր փոքրիկ հարցազրույցի մեջ ես նկատեցի, որ դուք շատ մեծ ուժ ունեք, լավատեսության ուժ ունեք, եւ ես ցանկանում եմ, որ ձեր բոլոր ծրագրերը փայլուն իրականացվեն։ Merci, շնորհակալ եմ։ Շնորհակալություն։